Համեցեք ներս։ Այս նախագիծը մեր մոդուլային դպրոցի նախագիծն է, մինչև 44 աշակերտի կարողությամբ եւ այստեղ ինչ որ տեսնում եք մոդուլային այս նախագծերը գրեթե բոլոր տեղերում կա, որ մի քիչ տեղերը փոխվել են դահլիճի այս կողմ, բանը ճաշարանը մյուս կողմ, բայց ընդհանուր առմամբ էս է։ Եվ սա մենք կարևոր ենք համարում, որ երեխեքը նաև դպրոցներում ստեղծագործելու տարածք ունենան, քննարկելու տարածք ունենան, բայց մենք կարևոր ենք համարում, որ այս տարածքները ծառայեն նաև համայնքին, բնակավայրին եւ դասապրոցեսներից դուրս եւ մարզպետարանին եւ նախարարությանը եւ դպրոցի տնօրինացությանը հանրային տրված է, որ նաեւ համայնքի հանրությանը ծառայի, այսինքն հասանելի լինի ամեն ինչը ընդ որում եւ քննարկումների համար։ Կրթական այդ տարածքը, որը օրինակ չունի մարզադահլիճ, X պահի մենք դարձ դպրոց պետքա չհամարենք։ Եվ որպես այդ տարածքը համարենք դպրոց, պետք է ունենա միջոցառումների սրահ, մարզադահլիճ, որովհետև եթե դպրոց չունի մարզադահլիճ, ինքը ո՞նց է դպրոց։ Որովհետև մենք խոսում ենք կրթության մասին, բայց մարմնակրթությունը, սեփական ակտիվ ապրելակերպը, սպորտով զբաղվելը այդ կրթության շատ կարևոր մի հատված է։ Հիմա կենսաբանության լաբորատորիան, այս լաբորատոր գույքերն են, սրանք միջանց հիմա բոլոր դպրոցներն են, չէ՞, որոշակի չափանիշներ։ Ֆիզիկայի եւ աշխարհագրության կաբինետն է, նաեւ որոշակի լաբորատորիա։ Այսինքն լաբորատոր սարքավորումները կան, արդեն նկատվում է, որ օգտագործվում են, տեսեք։ Այստեղ էլ ինֆորմատիկայի արմատ լաբորատորիան է եւ ինֆորմատիկայի կաբինետն է, ինչպես տեսնում եք, դպրոցում արդեն երկու հատ, 3 տպիչ կա, շախմատ են բարակում և գրադարանային հատվածն է այստեղ։ Ինֆորմատիկայի տեխնիկան նրիվ նոր վիճակում։ Այսինքն սկզբում հետևյալն է, որ բացի արմատ լաբորատորիան և նախկին ունեցել են, դա կազմակերպության հետ աշխատում են, մնացած ամբողջ գույքը չօգտագործված վիճակում համարվել դպրոցի։ Իհարկե գնդակը մարզագույքը աթոռը կմաշի և մենք ուզում ենք, որ մաշի, որ երեխեք օգտագործեն, երբ որ կմաշի իջև ենք հետը, որ օգտագործելի չլինի, դպրոցները նորը կսպեն։ Հայ միջալով մեր մոդուլային դպրոցները, բոլոր դպրոցները ֆոտովոլտային կայաններ ունեն, որտեղ իհարկե էլեկտրաէներգիայի խնայողությունը բյուջեով հատկացված միջոցների խնայողություններ են տեղի ունենում, կարակ գնդակները, որ մաշում են այդ փողից նոր գնդակ առեք երեխեքին, մի խնայեք և թող երեխեքը միշտ նորմալ գնդակ ունենան։ Եթե չեք հնարավոր չի, ինձ ասեք, ես կառնեմ ուղղակի։ Գարնանը վստահ են, որ կբացի։ Բայց կրները տանիքի զանգակատում մինչև կարող է կաղաք։ Բայց երևի գարվանը, ասեք սուրբ զավքի արյունով երևի արդեն պատրաստ պետք է։ Հատար մեկի զանգակում։